Եվ այսպես ուշադրություն ողբերգական դեպքի մասին նոր մանրամասներ սպիտակում տեղի ունեցած եւ իհարկե հանրության կարծիքը։ Մի մոռացեք միանալ այս ալիքին եւ այս տեսանյութի տակ սեղմեք հավանել կոճակը, որպեսզի ձեր բոլորի կարծիքները բարձրաձայնվեն։ Նախ եւ առաջ հանրությունը դատապարտեց այս գործելավոճը, որը ուղղակի անիմաստ մի կաթիլ մեղրել նույնիսկ չարժեր, որովհետև եթե մի կաթիլ մեղրը գոյություն ուներ, այստեղ որևէ ոչ մի բան գոյություն չուներ, տեսանյութը բոլորն էլ դիտել են, թե ինչպես են փողոցում քայլում ամուսինները եւ ինչպես են նրանց դեմ առ դեմ դուրս գալիս երկու երիտասարդներ, որը չգիտեմ ուր էր նայում, այսինքն թեքվել էր մի պահ եւ այդ պահին ամուսինը նկատեց, թե այդ երիտասարդը, ով 17 տարեկան էր, նայում է իր կնոջը։ Պայմանավորվում են հանդիպել գերեզմաններում, այնտեղ արդեն իրենց միանում են այլ անձինք եւ տեղի ունենում միջադեպը, ինչպես հաղորդում են տարբեր աղբյուրներից, միանգամից տեղի ունենում քաշքշուկ, ծեծ եւ նույնիսկ քարերով հարվածներ, որին հաջորդում է դանակահարություն, դանակով հարված սրտին, եւ 17-ամյա երիտասարդը մահանում է անիմաստ տեղից ծագած վեճի պատճառով։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը այս ամեն ինչի ֆոնին քննարկում է Եվրամիություն գնալու հարցը։ Հայ ժողովուրդը Եվրամիությունից ոչ միայն ունի հեռավորություն տարածքային առումով, այսինքն կիլոմետրերով, մենք Եվրամիությունից հեռու ենք տիեզերքներով։ Եվ այս ժողովուրդը անում է մի բան, հետո նոր մտածում։ Եթե մտածեր, հաստատ ոչ մի բան չէր անի։ Սա խայտառակություն է եւ պետքա բոլորը պատժվեն Հայաստանի Հանրապետությունը, պետքա մարդասպանությունը սարսափելի ծանր ձևով պատժվի, պետքա հատուկ բանտ սարքել եւ այնտեղ պահել հենց մարդասպաններին ցմահ ազատազրկման։ Կան շատ խիստ պետություններ, որտեղ որ այսպես նման ազգերին, որոնք չեն հասկանում, ինչքան ուզում ես ասա, իրանք չեն հասկանում, ինչքան ուզում ես օրենքներ ընդունի, չեն հասկանում, մտցնում են մահապատիժ։ Հիմա չգիտեմ, այստեղ մահապատիժ մտցնելը այդքան էլ ճիշտ չի լինի, որտեղ դու առաջադեմ պետություն ես ուզում դառնալ, բայց հնարավոր չի այս հասարակությամբ հայ ժողովուրդը առաջընթացներ ունենա։ Հայ ժողովուրդը ամեն ինչում ձախողել է, Լեռնային Ղարաբաղը ձախողեցինք, անցավ Ադրբեջանին, ադրբեջանական իշխանությունները, այսպես ասած, հայ ժողովրդի նկատմամբ իրաց ագրեսիան տարածեցին, խայտառակ եղանք ամբողջ աշխարհով մեկ, ֆուտբոլային հանդիպումներում էլի դա ազգի պատվի հարցն է, 6-1 պարտվել Վրաստանին, դա պատվաբեր չէ, այն էլ հարևան պետությունը, թե ես իմ ինչ հավաքական էլ չի Վրաստանի հավաքականը, որ պարտվենք ու այդքան ցավալի չլիներ, այսինքն ուզում եմ ասեմ, որ մենք մեր էգոիստ լինելու պատճառով ձախողել ենք քաղաքականությունը, ձախողել ենք պաշտպանությունը, ձախողել ենք նույնիսկ սպորտը, ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում ձախողված է։ Կրթությունից սկսած մինչև այլ տարբեր հարցեր, տարրական հարցեր, ինչ որ լուրջ հարցեր, մենք ամեն ինչ ձախողել ենք ու այս պետությունը չգիտենք ոնց պետքա անի Հայաստանի իշխանությունը, որ այս երկիրը երկիր դառնա, չի ստացվում։ Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տիրում է դժբախտություն, ինչը պետքա չլիներ, մենք պետքա լինենք ամենաերջանիկ ազգերից մեկը, բայց այդպես չի, ինչի որտեվ հանցագործները չեն պատժվել, որովհետև տեղի ունեցել հոկտեմբերի 27 սպանել են երկրի ամենագլխավոր, ամենահայրենասեր մարդկանց։ Հայրենասիրությունը սպանվեց հոկտեմբերի 27-ին, եկան թալանչիները, ժողովրդին սպանողները, մարտի 1-ին խաղաղ ցուցարարներին սարքեցին ահաբեկիչներ ու ջուլլեցին Երևանի փողոցներում։ Այսքեզ մարդիկ, այս հանցակազմը եղել է 30 տարի եւ չի փոխվել։ Հիմա էլ որոշ տեղերում սենց փոքր տարբեր կենցաղային խնդիրներով եւ ուրիշ այլ խնդիրներով բուսնում է եւ իրավապահ համակարգը, քանի որ եկել է հնից, դեռևս լիարժեք չի թարմացվել, իրավապահ համակարգը չի կարողանում սրան այնպիսի գնահատական տա, որ սրանք չշարունակվեն այս դեպքերը։ Հայաստանի Հանրապետության ժողովրդը 3 միլիոն էլ չկա եւ այսքան մարդասպանություններ,
այսքան ավտովթարներ, որի հետևանքով մարդիկ են մահանում, այդ ավտովթարները իրան չեն լինում։ Դրանք լինում են երթևեկության կանոնները խախտելու պատճառով, էլի էգոիզմի պատճառով, որ մարդը մտածում է իր մասին, ինքը շուտ տեղ հասնի, ինքը իրան լկտի պահի, լկտի քշի եւ ուրիշի կյանքը խլում է իրան էլ հետը, իր ընտանիքի անդամներին էլ հետը։ Այս ժողովուրդը պետք է տարածաշրջանում ամենաերջանիկը, ամենաապահովը եւ ամենագրագետը լիներ, որովհետեւ 3 միլիոն մարդ ենք Չինաստանի նման պետությունը, որը աշխարհի ամենամեծ բնակչությունն ունի։ Ամեն ինչի մակարդակը բարձր է, համարվում է աշխարհի երկրորդ պետությունը Միացյալ Նահանգներից հետո իր հզորությամբ, իր տնտեսությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունը, որ 3 միլիոն է, իր հարևաններ պետքա վաղուց լիներ լավ հարաբերությունների մեջ, որպեսզի օգտագործեր այդ հարևան պետությունների ճանապարհները իր առևտրատնտեսական նպատակների համար, մենք դրեցինք բոլոր հարևանների հետ մեր հարաբերությունները վատացրեցինք, պատը սարքեցինք, հետևում կանգնեցինք, կռիվ արեցինք հարևանների հետ, հետո կռիվ էիր անում, լավ էիր անում, բայց դու չէիր կարող կռիվ անելու հանդերձ նաև փչացնել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի կյանքը, թալանելով սեփական ժողովրդին։ Միտեղ կառուցվում էին մեծ դղյակներ, որտեղ որ ապրում էին չինովնիկները, իսկ դղյակների կողքին անխնամ վիճակում մարդիկ ապրում էին տնակներում, աղքատության եւ սովի մեջ։ Եվ այսպես ուշադրություն, շատ կարևոր տեղեկատվություն, միացեք մեր ալիքին եւ այս տեսանյութի տակ ցեղմեք հավանել կոճակը։ Ադրբեջանական իշխանությունները Հայաստանին մեղադրում էին, որ Հայաստանը զինվում է, Հայաստանը ուրեմն պատրաստվում է ինչ-որ մի պատերազմական գործողության։ Իդեպ Ադրբեջանի նախագահի այս պնդումներին Եվրոպայից ասել են հետևյալը, որ հենց Ալիևն է պատրաստվում նոր պատերազմի, այլ ոչ թե Հայաստանը։ Իրականում գլխավորը այն է, թե ինչպիսի մտավախություն ունի ադրբեջանական ղեկավարությունը, եւ մենք կարող ենք ասել, որ դա սարսափ է, ոչ թե մտավախություն։ 3 միլիոնանոց Հայաստան, որը 20 թվականին պարտվել է, բայց այդ պարտությունը մենք պարտություն չենք համարի, հեսա կասեմ թե ինչի, ու Հայաստանը զինվում է։ Ռուսական զենքերից անցել է ֆրանսիական աշխարհի ամենահզոր զենք արտադրողներից մեկը, եթե Ամերիկայից ու Ռուսաստանից հետո հաշվենք, դա Ֆրանսիան է։ Միգուցե Ռուսաստանից առավել ինչ-որ մի բանով կամ ինչ-որ մի բանով էլ առավել Ամերիկայից, ֆրանսիական զենքը այսօր Եվրոպայում գլխավոր դեր է զբաղեցնում ու Հայաստան դա ձեռք է բերում։ Հնդկական զենքը այսօր համարվում է աշխարհի ամենաարդյունավետ զենքերից մեկը, ու Հայաստանը գնում է հնդկական զենքը։ Բանակցություններ եղել են նաև Հարավային Կորեայի հետ։ Այսինքն Սուրեն Պապիկյանը գնացել էր Հարավային Կորեա եւ բանակցել էր, հիմա չգիտենք արդյունքում ստացվեց պայմանագիր, պայմանավորվածություն ձեռք բերել, թե չի ստացվել կամ պետքա ինչ-որ շարունակական process տեղի ունենա, որպեսզի հետագայում Հայաստան եւս մեկ ուրիշ այլ պետությունից կարողանա զենքեր գնել, բայց փաստացի մենք զինվում ենք եւ երկրորդ կարևոր բանը այն է, որ մենք ասում ենք, որ մենք չենք զինվում, որ կռիվ սկսենք կամ չգիտեմ